Կիրակի օրը մի խումբ հուդայական ծայրահեղականներ հարձակում են գործել Երուսաղեմի հայոց պատրիարքության մուտքի վրա, քարերով հարվածելով ու պղծելով այն։ Այսօր հայտնի դարձավ, որ այդ հանցանքը կատարած անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ մանրամասներ կհայտնես։ Հայտնի է, որ շաբաթ օրը երեկոյան մի խումբ հավանաբար ծայրահեղ հուդայականներ հարձակում էին գործել հայ հոգևորականի վրա, հավանաբար իրենք կարծում էին, որ իրենց համար Սուրբ շաբաթ օրով քրիստոնյա հանդիպելը վիրավորում է իրենց արժանապատվությունը։ Նույն օրը արդեն կես գիշերից հետո կամ նույն այդ անձինք կամ այլ խմբավորման ներկայացուցիչներ գրոհել էին արդեն հայկական պատրիարքության Սուրբ Հակոբաց վանքի դարպասը։ Նախ թքել են դարպասի վրա մի քանի անգամ, քարեր են նետել, ձեռքով են հարվածներ հասցրել։ Այնուհետ երբ նկատել են, որ ազգությամբ հայ մի կին տեսանկարահանում է իրենց արածը, արդեն քարերով սկսել են նետել իր ուղղությամբ եւ հայ հոյանքներ հնչեցնելով։ Տեղի բնակիչները ոստիկանություն են կանչել, բարեբախտաբար ոստիկանները շատ արագ են ժամանել, հեռու չէ, ընդամենը 200 մետր հեռավորության վրա է ոստիկանության բաժանմունքը։ Առավոտյան արդեն պատրիարքությունն է պաշտոնական բողոք ներկայացրել իրավապահ մարմիններին եւ շատ արագ վերլուծելով խցիկների նկարահանումները եւ շատ արագ կարողացել են իրենց հայտնաբերել եւ բերման ենթարկել։ Այդ 6 հոգուց 3-ին դատարանը խափանման միջոց է նշանակել կալանքը, իսկ 3-ին հենց դատարանի դահլիճում ազատ են արձակել, ընդամենը որոշելով, որ իրենց արգելված է մոտակա 15 օրվա ընթացքում մուտք գործել 5 քաղաքի տարածք, ուր գտնվում է հայոց պատրիարքությունը եւ հայկական թաղամասը։ Համաձայնվի շատ տարօրինակ պատիժ է, չէ՞, 15 օրվա ընթացքում արգելել մուտք գործել, մանավանդ որ որևէ կերպ հնարավոր չէ ստուգել արդյոք այս սահմանափակումը գործում է թե ոչ։ Ինչպես հասկանում եմ, նման դեպքերը բավական հաճախ են տեղի ունենում։ Շատ տարածված են, տասնամյակներ շարունակ նույն երևույթի ականատեսն ենք դառնում, քրիստոնյա հոգևորականներին տեսնելիս ծայրահեղ հուդայականները թքում են լավագույն դեպքում հատակին, իսկ վատագույն դեպքում հենց քրիստոնյա հոգևորականի վրա։ Հրյա մտավորականներին դա իհարկե մտահոգեցնում է, զայրացնում է, նրանք իրենց համերաշխությունն են հայտնում հայերին։ 4 տարի առաջ հրյա իրավապաշտպանները ստեղծել են հատուկ այդ անձանց դատապարտելուն ուղղված մի կառույց, որը մոնիտորինգ է իրականացնում նման դեպքերի եւ աջակցություն է ցուցաբերում նման դեպքերից տուժողներին։ Այդ կազմակերպությունը, որը կոչվում է Կրոնի ազատության տեղեկատվական կենտրոն, 3 ամիսը մեկ մոնիտորինգի արդյունքներն է հրապարակում։ Այդ կազմակերպության տեղեկությունների համաձայն տարեկան արձանագրվում է ոչ պակաս քան 200 նման դեպք, որից 64%-ը 5 քաղաքում, իսկ 5 քաղաքում տեղի ունեցած դեպքերի ճնշող մեծամասնությունը հենց հայկական թաղամասում։ Պետք է այստեղ հատուկ ընդգծեմ, որ ավելի տարածված է հայերի դեմ նման հանցագործությունը, ոչ թե որովհետև հայերի հատուկ վերաբերմունք ունեն, այլ պարզապես սովորաբար հենց հայկական թաղամասի տարածքով են անցնում ծայրահեղ հուդայականները, քայլելով Նոր քաղաքից դեպի Լացի պատ։ Կարծում եմ իրականում դա է պատճառը, որ հայերը ավելի հաճախ են դառնում այսպիսի դրսևորումների զոհ։ Ուրեմն 78%-ը նման արձանագրված դեպքերի դա հենց այն թքելու դեպքերն են, որոնց մասին ես ասացի, 4%-ը դա վանդալիզմ է եւ պղծման դեպքեր, բայց նաև եղել են կոնկրետ դեպքեր հենց նպատակաուղված հայերի դեմ ուղված, մասնավորապես երբ փորձել են հայկական դրոշը հանել պատրիարքության շենքից, կամ երբ գրառումներ են նկատվել պատի վրա մահ հայերին եւ մյուս քրիստոնյաներին, կամ երբ փորձ է եղել հրկիզելու հայկական եկեղեցին։ Իսկ ինչով է պայմանավորված հայերի հանդեպ հուդայական ծայրահեղականների այդպիսի վերաբերմունքը։ Դե հավանաբար իրենք համարում են, որ այդ Սուրբ հողը Աստված իրենց է շնորհել եւ քրիստոնյաների ներկայությունը այդ հողում վիրավորում է իրենց, ինչպես արդեն ասացի, հրյա մտավորականները խստորեն դատապարտում են այս
ծայրահեղ եւ անհետ մոտեցումը եւ վաղուց արդեն այս ծայրահեղ հուդայական խմբավորումների եւ աշխարհիկ հрьяաների միջև բավական մեծ լարվածություն է նկատվում։ Կոնկրետ հայերի դեմ այս դեպքերը ել ավելի հաճախակի դարձան վերջին 2-3 տարվա ընթացքում, կարծում եմ պատճառներից մեկը այն սկզբունքային մոտեցումն է, որը հայերը ցուցաբերել են իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, խոսքը այդ կովերի պարտեզ կալվածքի պատկանելիության հարցն է, եւ նաեւ Իսրայելի եւ Իրանի միջև առճակատումը, ոմանք Իսրայելում կարծում են, որ հայերը Իրանի դաշնակիցներն են այն դեպքում, երբ Հայաստանը իսկապես հետևողական է չեզոք դիրքը իր պաշտպանելու հարցում։ Արտем, այդ անձանց առհասարակ պատժում են։ Տարեկան մոտ 40-ից 50 գործ ոստիկանությունում հարուցվում է նման դեպքերի փաստով, բայց դրանցից ընդամենը 4-5 գործ է հասնում դատարան։ Անցած տարվա մայիսին Իսրայելի քնեսետում հատուկ լսումներ էին եւ ոստիկանության ներկայացուցիչները խոստովանել են, որ տարեկան ընդամենը 1-2 կամ լավագույն դեպքում 3 դեպքով մեղադրական եզրակացություն է կայացնում դատարանը։ Այսինքն դեպքերի մեծ մասում գործը կամ փակվում է, կամ չի հաջողվում ապացուցել մեղքը։ Համենայն դեպս ես վստահ եմ, որ դա այսպես այդ պատժիչ գործողությունները երևույթի վրա չեն ազդում եւ երևույթը կշարունակվի անկախ նրանից իրավապահները հետևողական կլինեն թե ոչ։ Ավելի կարևոր է այստեղ դաստիարակչական աշխատանք իրականացնել, բայց ցավոք այդ ծայրահեղ հուդայական համայնքների առաջնորդները բոլորովին հակված չեն ճիշտ ձևով դաստիարակչական աշխատանք իրականացնել, հակառակը նրանք շարունակում են սերմանել առճակատում եւ անհանդուրժողականություն։ Շնորհակալություն, Արտем։